Բարև ձեզ սիրելի հայեր, բարի գալուստ իմ կանալ, իմ անունն է Սաթինե, ես բնակվում եմ Շվեյցարիայի Բազել քաղաքում եւ իմ վիդեոների միջոցով ցույց կտամ ձեզ մեր կյանքը, մեր առօրյան Շվեյցարիայում եւ ես ցանկանում եմ ձեզ բարի դիտում, շնորհակալություն։ Սիրելիներս, մենք հիմա գտնվում ենք Բազել քաղաքի ամենաշատ ճանաչված եւ գեղեցիկ թանգարանում Բայերլե մուզեյումը, որտեղ շատ մեծ քանակով տուրիստներ են գալիս, շատ հետաքրքիր ցուցահանդեսներ են լինում, այսինքն ցուցադրումներ են լինում տարբեր տեսակի արվեստագետների, շատ ճանաչված է աշխարհով մեկ, Եվրոպայով մեկ գալիս են շատ տուրիստներ, շատ մարդիկ այս վայրը եւ հիանալի այգի ունի, այս այգում կարող եք նստել, հանգստանալ, ունի նաեւ շատ գեղեցիկ կաֆե, որտեղ կարող եք նաեւ սրճել, շատ սիրուն, շատ մաքուր, ամեն ինչ շատ կոկիկ է եւ մաքուր է այստեղ եւ մարդ կարող է ժամեր անցկացնել այս գեղեցիկ այգում։ Ես մեկը օրինակ ասենք իմ ազատ ժամանակ, երբ որ ես ազատ եմ լինում, մեծ հաճույքով գալիս եմ, այստեղ կան շատ գեղեցիկ սիրուն նստարաններ, աթոռներ, որոնք ազատ են, կարող եք վերցնել, նստել, արև ընդունել, գիրք կարդալ եւ ես դա շատ հաճախակի անում եմ, երբ որ ես ազատ ժամանակ եմ գտնում, գալիս եմ, քանի որ շատ մոտ եմ ապրում այս գեղեցիկ վայրից, 5 րոպե է ճանապարհը եւ մեծ սիրով գալիս եմ այստեղ վայրելու այս գեղեցիկ միջավայրը եւ այսպես սիրելիներս։ Բարև ձեզ հայեր ջան, նորից բարև ձեզ, այսօր ես նկարեցի մեր տներից մոտակա գտնվող Բայերլե մուզեյումը, շատ մոտակա օրերում կգնամ այնտեղ եւ կնկարեմ ներսից թանգարանը, որը ինձ թվում է նաեւ հետաքրքիր կլինի, շատ սիրուն թանգարան է, մի քանի անգամ եղել եմ, բայց անպայման մոտակա օրերում որոշել եմ նորից ներս մտնել եւ նկարել նաև վիդեո հանել դրա մասին։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ հետ միասին այսօր պատրաստեմ մի հատ շատ լավ խմորեղեն, որը առանց գլուտենի, առանց ալյուրի է, նշի ալյուրով է եւ շատ հեշտ է եւ շատ համեղ։ Ես արդեն դա մի անգամ պատրաստել եմ, որը շատ սիրել ենք եւ ուզում եմ ձեզ այդ բաղադրատոմսը ցույց տալ։ Դե բարի դիտում, սարքում եմ ես բեզեն, ուրեմն վերցնում ենք մի պտկունց աղ, առաջինը պատրաստում ենք բեզեն,
Ուրեմն արդեն մեր բեզեն պատրաստ է։ Այս բեզեին ավելացնում ենք, ես արդեն նախորոք առանձնացրել եմ, այսպես կանեմ, այսպես։ Ուրեմն արդեն մեր բեզեն պատրաստ է և ավելացնում ենք 50 գրամ նշի ալյուր։ Այսպես։ Եվ թույլ խառնում ենք։ Այնպես, որ մեր բեզեն, ոնց են ասում, այսպես գեղեցիկ մնա, որովհետև սա գալու է, դնելու ենք, ավելի լցնելու ենք խմորեղենի մյուս մասայի վրա, դրա համար մեզ պետք չի, որ մեր բեզեն, ոնց են ասում, մնա այսպես գեղեցիկ, այսպես, հիմա այս մասան թողնում ենք մի կողմ, վերցնում ենք մեր մյուս մասան, որը որ մենք արդեն ունենք, այստեղ այս ձվերը 5 ձուն, այս մնացած շաքարավազի մասան լցնում ենք այնքան ենք հարում այս մասան, մինչև որ իր գույնը սպիտակ է այսպես։ Ուրեմն արդեն մեր մասան կրկնապատկվեց և սպիտակեց, ոնց որ մենք ուզում էինք, և հիմա ավելացնում եմ մի փոքր վանիլին, մենք ունենք այստեղ հալացրած կարագ 50 գրամ, և ես այս մասան չեմ հարում այլ միքսերով, մինչև իրար հետ լավ խառնվի, այսպես։ Հիմա այստեղ ավելացնում ենք նորից նուշ աղացած, բայց 200 գրամ, այսպես։ Մի քանի կաթիլ նաև մեր լիմոնի հյութից։ Շատ քիչ։ Եվ շատ դանդաղ փորձում ենք հարել, այսպես, տեսնում եք ինչ լավ խփվել է, հարել եմ և այսպես խառնում ենք լավ, մինչև որ ամբողջը իրար հետ լավ խառնվի, այսպես, 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 հիմա ուրեմն արդեն մեր երկու այս մասաները պատրաստ են, այսպես, հիմա վերցնում ենք դիպտացորինի ալյուր, մոռացել էի անունը, և այսպես երկու ցալի չափ լցնում ենք և լավ խառնում ենք այս հապալաս, ինչպես ենք ասում սրան, հապալաս հայերենով, լաուբեր, մենք այստեղ այդպես ենք ասում, կարծեմ, որ հայերենով
հապալասը, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ, կներեք, այսպես, հիմա հավաքում ենք մեր խմորեղենը, այսպես, ամեն ինչ արդեն լցրել ենք, ուղղակի լցնում ենք մեր մասան, մեր խմորը, այսպես, և մեջտեղը հիմա լցնում ենք մեր հապալասը։ Շատ համեղ է ստացվում։ Այսպես լավ լցնում ենք։ Մենք սիրում ենք, որ շատ է լինում հապալասը, բայց կարող եք վերցնել այնքան, ինչքան դուք սիրում եք, պարտադիր չի շատ լինի։ Ես սիրում եմ, որ շատ է լինում։ Այսպես։ Այսպես։ Այսպես, լավ, սաղ մի նկարի ես ասում։ Մեր բեզեն, այսպես կթալ դնում ենք մեր խմորի վրա, այսպես և թույլ տարածում։ Ու ձև ենք տալիս, այսպես։ Այսպես։ Այսպես սիրուն ձև տեսք ենք տալիս, այսպես, ոչ հավասար։ Այսպես սիրելիներս, ուրեմն մեր խմորեղենը արդեն այսպես պատրաստ է և սա դնելու եմ հիմա թխվելու, ես նախորոք իմ վառարանը տաքացրել եմ, սա դնելու ենք թխվելու 170-ի վրա, շատ դանդաղ, մոտ մի 40 րոպե թխվում է, դե ինչպես ասեցի, արդեն դնում եմ, որ թխվի։ Ուրեմն այսպես սիրելիներս մեր խմորեղենը թխվեց և հիմա ես ես ցույց կտամ, ուրեմն այսպիսին տեսք ունի, նայեք, շատ գեղեցիկ տեսք ունի և ես վրան շաքարի փոշի արեցի ու իրոք շատ գեղեցիկ է նայվում և հիմա կփորձենք նաև համը և հիմա կկտրենք այն ու կփորձենք օրինակ այսպես այսպիսի տեսք ունի նա, տեսնում եք, տեսք ունի մեր խմորեղենը, նայեք, այդ հապալասը մեջը շատ համեղ պիրոգ է լինում, շատ համեղ, նայեք, նշելով շատ համեղ և փափուկ պիրոգ է սա, օքեյ, փորձա։ Ուրեմն այսպես սիրելիներս ես հույսով եմ ձեզ այս խմորեղենը դուր եկավ, նա շատ համեղ է ստացվել, հույսով եմ դուք էլ սիրով կպատրաստեք, եթե կցանկանաք իհարկե ես մանրամասն ռեցեպտի
մանրամասը գրամներով կարող եմ գրել ձեզ համար եւ սրանով ուզում եմ ավարտել եւ վերջացնել այսօրվա երեկոն, այսօրվա օրը եւ ձեզ մաղթում եմ լավ ժամանակ։ Բաժանորդագրվեք ալիքին, լայքեք, գրեք ձեր կարծիքը, մինչ նոր հանդիպում։